Բարև ձեզ, Factor TV հյուրը Ալիգ մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանն է, ողջույն պարոն Խառատյան։ Ռուսաստանից 3 մոտավորապես տեսակետ է հնչել Հայաստանի Եվրամիության անդամակցության հավանական թեմայով եւ սկսենք պաշտոնականից։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գալուզին է խոսել, մյուս երկուսը հայեր են։ Ազգությամբ պարոն Գալուզինը կարծում է, որ ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանի Հանրապետության բնակչության համար ցավոտ կլինի, քանի որ տնտեսությունը փոխվելու, շուկա է փոխվելու եւ Հայաստանի իշխանությունը պետք է իր բնակչությանը ասի հետևանքների մասին եւ նա հավաստիացնում էր, որ Ռուսաստանը իր ռազմավարական դաշնակից Հայաստանի վնասելու միտք չունի, բայց ուշադրություն Եմեն բաց այդ թշնամական քաղաքականությունը, որում Ռուսաստանի, Հայաստանի հիմնական տնտեսական, ռազմավարական դաշնակցի նկատմամբ եւ Երևանը պետք է սա համապատասխան ձևով գնահատի, այդ դուք ինչ կարող եք ասել նման պաշտոնական մեկնաբանությունների մասին։ Պարոն Գալուզին ճիշտ է, իհարկե ցավոտ է լինելու։ Մենք տեսել ենք, թե ինչ է դա եղել Վրաստանի պարագայում, մենք տեսել ենք, թե ինչպես է դա եղել Մոլդովայի պարագայում։ Իդեպ այդ ամենը դեռևս գործընթաց է, որ չի ավարտվել, եւ չեմ էլ կարծում, թե այդպես մի օրինակ կա, որով մենք որի վրա կարող ենք հենվելով մտածել, թե մեր պարագան ինչպիսին կլինի։ Մինչև Գալուզինի հայտարարությունը 2 անգամ արդեն լսել ենք նաեւ Ռուսաստանի փոխվարչապետին, որը հատկապես օրենքի ընդունումից հետո հիշում եք հայտարարեց, որ սրանք անհամատեղելի են, այսինքն Եվրասիական միությունում եւ Եվրոպական միությունում լինելը միաժամանակ հնարավոր չէ, եւ դրան իհարկե հիմա արդեն հաջորդում է հայտարարություններ, մյուսների հայտարարություններն արդեն սպառնալից տոնով են բնականաբար, հա, Մարգարիտ Ասիմոնյանի եւ Սամվել Կարապետյանի դրանց առանձին է ընդհանուր մինչև պետությունը գոյություն չի ունենա եւ այդպես շարունակ, դե հայտարարում են իրենց գործն է, հարցը հետեւյալն է։ Միայն մենք չէ, Եվրամիությունն շատ լավ հասկանում է, որ եթե անգամ արագացված ընթացակարգերով իսկ այդպիսիք շատ չեն, հնարավոր լինի, չգիտեմ, առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանը ել ավելի մոտեցնել Եվրամիությանը, ես դրա անդամակցության մասին չեմ խոսում, ապա իհարկե պետք է այսօրվանից, երեկվանից, մի տարի առաջվանից հայաստանյան շուկան փորձեր իր ապրանքների որակի, իր արտահանման կարողությունների եւ տնտեսական կապերի տեսանկյունից Եվրամիությանը ել ավելի մոտեցնել։ Տեսեք, գործընթացը միևնույն է, ենթադրում է մի քանի հանգամանք։ Գոնե մեր տեսած 27 պետությունների պարագայում այդպես է եղել։ Եղել է ասոցիացիան համաձայնագիր եւ եղել է խորը առևտրի հետ կապված համաձայնագիրը, որը հիշում եք, Հայաստանը եւս նախաստորագրել էր 2013 թվականին եւ հետո Ռուսաստանի ճնշումների ներքո հետ կանչեց իր ստորագրությունը, որը մեր Եվրամիության հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ առաջացրել, ինչի արդյունքում ունեցանք այն փաստաթուղթը, որ կոչվեց ՍԵՊԱ։ Հիմա այնտեղից հանվեց առևտրային եւ ասոցիացիան հատվածների տնտեսական կետերը եւ ուրեմն քաղաքական հատվածը փորձեցինք առաջ մղել, որովհետեւ այսպես ասեմ Եվրամիությունն էլ հասկացավ, որ այս փուլում Հայաստանի հետ հնարավոր է մինչեւ այդ կետը սահանել։ Թե ինչպես ենք մենք առաջ շարժվելու եվրասիական շուկայի հետ մեր հարաբերություններում, եթե, չգիտեմ, հայկական կողմը պետք է թերևս ինչ-որ տրամաբանություն առաջ քաշի եւ բացատրի, թե այս տրանսֆորմացիային ինչպես է պատրաստվում։ Հայկական կողմից մենք լսում ենք պաշտոնական տեսակետեր, որ ոչ ԵՏՄ անդամներ, անգամ ԵՄ անդամ պետություններ, Բալթյան երկրներ շատ լավ հարաբերություններ ունեն տնտեսական Ռուսաստանի հետ, քաղաքական բարձրախոսերով սպառնում են իրար համարյա պատերազմ է եւ այլն, բայց առևտուր լավ էլ անում են եւ կարծես հայկական կողմի բանաձևը դա կարող է լինել, հա, գոնե այսպես վերբալ մակարդակում, բայց արդյոք Ռուսաստանը դրան կհամաձայնվի, թե ասենք պատժելու այսպես քաղաքականությունը առաջ կգնա։ Տեսեք, Վրաստանի պարագան եկեք քննարկենք, 2008-ի պատերազմից հետո սանկցիաները դարձան ռուսական կողմից, սանկցիաները դրվեցին հիմնական արտահանվող ապրանքների գինու եւ այս, ասենք, չգիտեմ, հանքային ջրերի եւ այլնի հարցում եւ բավական միառժամանակ վրացական շուկան իհարկե խնդիր ուներ հարմարվելու, ադապտացվելու այլ շուկաներում,
դրա արդյունքում վրացական գինու որակը էապես բարձրացավ, որտեղ ստիպված եղավ եվրոպական շուկայում մրցակցել, բայց այս սանկցիաները հանվեցին 2012-13 թվականի իշխանափոխությունից հետո Վրաստանում, որի արդյունքում կրկին շարունակեց ինտեգրացիան դեպի ռուսական շուկա։ Ոչ մեկ չի ուզում կորցնել ռուսական շուկան, ես ձեզ ասեմ։ Եվրոպական երկրների մեծ մասը շատ երջանիկ չեն այս սանկցիոն քաղաքականությունից, որտեղ մեծ շուկա է եւ բիզնեսը քաղաքականությունը մի կողմից թողնենք, բիզնեսը մյուս կողմից։ Արդյոք Հայաստանը հաշվի առնելով այսօրվա պայմաններում դա հնարավոր չէ ենթադրել, պատկերացնել, բայց արդյոք Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Ռուսաստանի եւ Եվրամիության շուկաների միջեւ։ Օրինակ, ես չգիտեմ, տեսականորեն քննարկենք։ Այս պահին դարվածությունը շատ մեծ է, բարձ է, որ դրա մասին խոսք չկա, բայց կարծես թե Միացյալ Նահանգները Ռուսաստան հարաբերություններում է սառույցը տեղից շարժվում։ Տեսակ նաև, որ այսպես կոչված տարիֆային պատերազմի ընթացքում Ռուսաստանի հանդեպ տարիֆներ չկիրառություն, դե չկիրառություն, որտեղ սանկցիաներ կան եւ առևտուր չկա։ Թրամփի բացատրությունը սա էր։ Բայց չկիրառվեց նաև փաստը դա։ Այո, դե չկար որ կիրառվի, թերևս սա է, բայց տրամաբանությունը հիմա վաղը որ լինի, ինչպեսի նոր հարաբերություններ է լինելու։ Ես մի բան գիտեմ, որ անկախ ամեն ինչից եթե կա քաղաքական որոշում առաջ մղելու այդ օրակարգը, այսինքն Եվրամիության հետ ինտեգրման օրակարգը, միշտ կգտնվեն միջոցներ եւ լուծումներ, հա, այսպես մի քիչ հումորով ասում էին, դե ինչ ջերմուկով պիտի լողանանք, որովհետեւ չենք կարողանալու վաճառել կամ չգիտեմ կոնյակով ինչ պիտի անենք, Վրաստանը, որը 2008 թվականի պատերազմից հետո այո նաեւ Ռուսաստանի կողմից որպես հիմնական շուկա ուրեմն փակվեց իր առաջ այդ շուկան, Վրաստանը հսկայական գումարներ ստացավ արևմուտքից, մոտ 2.5 միլիարդ մի քանի տարվա կտրվածքում, իդեպ այդ թվում նաև Ճապոնիան ներգրավեց այդտեղ, դրանց մի մեծ մասը դրամաշնորհային միջոցներ էին, մի մասը վարկեր էին, բայց Վրաստանի տնտեսությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում 2009-10 թվականի մեր տարածաշրջանում միակն էր, որը որ հնայի աճ էր ունենում։ Եվ սա պայմանավորված էր փոքր երկրին խոշոր գումարներ տրամադրելով, որը ուղիղ պայմանավորված է ռուսական սանկցիաներով։ Հիմա մենք ինչ, այսպես ասած, ալտերնատիվ ծրագրեր ունենք այն պարագայում, եթե Ռուսաստանն ընտրի առավել ագրեսիվ առևտրային քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, չեմ կարող ասել։ Եմեն կաջակցի, ինչպես օրինակ Մոլդովան էր աջակցում վերջերս բավական վերջերս էներգետիկ շուկայում արկա բարձր գնաճը սոցիալական տարբեր շերտերի համար նվազեցնելու, զսպելու ազդեցությունը։ Դա սուբսիդիա է, մեծ սուբսիդիա է, պետք է հաշվի առնել, որ Մոլդովան նաև ուզենք թե չուզենք աշխարհագրությունը կարևոր է։ Մոլդովան մեծ հաշվով, Մոլդովայի այն իրենց կողմից վերահսկող հատվածները Ռումինիայի հետ փաստացի այնքան ինտեգրված է, որ դրա մեջոցներ եւ մեթոդներ կան մեզ մոտ ոչ միայն գումարային ֆինանսական խնդիրներ են լինելու, այլև նաև ենթակառուցվածքների, որոնք հաճախ չափից դուրս շատ խորն են ինտեգրված Ռուսաստանի հետ եւ ըստ այդմ նաև լծակները Մոսկվայի ձեռքերում ավելի շատ են։ Պետք է ապավինել ԵՄ-ի աջակցությունը այս բաղայում հայկական կողմից, որովհետև տնտեսության շարժը եվրասիականից դեպի եվրոպական, եթե դա տեղի ունենա անմիջապես կամ մի քանի տարվա ընթացքում, որոշակի ռիսկեր պարունակում նաև բիզնեսի համար, նրանք նոր շուկաներ պետք է գտնեն նոր ստանդարտներին, ադապտացվեն եւ դա հեշտ բան չի, պետք է հոսքագծեր փոխեն, պետք է դադարեն թունավոր սննդամթերք ամենակիչը, հա, արտադրել։ Տեսեք, սննդի անվտանգության խնդիրը բնականաբար առաջին հերթին Հայաստանի համար ներքին խնդիր է, բայց ինչպես ճշգրիտ նշում եք, ես հիշում եմ 12-13 թվականին Եվրամիությունը ակումբ ուներ Հայաստանում, հավաք ունեինք, փակ հավաքեր, այն ժամանակ պաշտոնյաներից մեկը, որը նաև բանակցողներից էր եղել, որը այն բանակցել էր եվրոպացիների հետ մոտ 3 տարի իր հատվածով, ուրեմն այսպես բաց ասոցիացիան համաձայնագիրը, հիմա էլ վերաադապտացնում էր դա եվրասիական, այն ժամանակ դեռևս միայն մաքսային միություն էր, դա հիմա իրավիճակ է փոխվել, նորմալ է, պետական պաշտոնյա քաղաքական գործիչ չէր, իր գործը դա անելն է։ Հիմա հարց էի տալիս, մենք այդ քննարկման ժամանակ ասում էի, ինչքանով է ազդելու սա մեր որակի ապրանքի որակի վրա։ Դե ասում էր, չենք կարող հաշվարկ չունենք, ասում բայց ակնհայտ է, չէ՞ որ բացասաբար է ազդելու, որովհետև դեպի ռուսական կամ եվրասիական շուկաներ հաճախ ստանդարտները չափազանց տարբեր են եւ հաստատի շատ բան, որ արտադրվում է, որ չի համապատասխանում։ Դե ասում էր, այո, հիմա պետք է օրինակ վերլուծություն, հետազոտություն ունենալ, օրինակ այս տարիների ընթացքում, որքանով է դեգրադացվել կամ որքանով է դրական փոփոխություն եղել։ Բայց մի բան հիշեցնեմ։
Նույնիսկ մինչև ասացման համաձայնագիրը Հայաստանը ուներ GSP+ կոչվածը Եվրամիության հետ, որը 6000-ից ավել ապրանքատեսակների հնարավորություն էր տալիս առանց մաքսերի արտահանել Եվրոպա։ Մենք այդտեղից օգտվում էինք, եթե չեմ սխալվում, մի 100-ից ավել ապրանքատեսակի մասով, սա առավելապես քաղաքական խնդիր էր Գերմանիայի համար, որ այն ժամանակ Հայաստանում հանքարդյունահանությամբ էր զբաղվում եւ չէր ուզում այն հանքահումքը, որ պիտի դուրս բերեր Եվրոպա իր տարածք, դրա համար մաքս վճարել եւ ուրեմն մի խոշոր խաղացող Եվրամիությունում հասել էր կամ աջակցել էր մեզ ունենալ այդ։ Դրա հետ մեկտեղ զուգահեռ կարողացանք, չգիտեմ, Արարատյան դաշտի ձուկը արտահանել, օրինակ շատ քչերը գիտեն, որ շատ թանկ գնով օրինակ ձուկ էր վաճառվում Եվրոպայում եւ առանց մաքսի էր դա արտահանում եւ այդպես շարունակ։ GSP+-ը վերջացավ, բայց փաստացի պետք է նաեւ հասկանալ էլի այդ ինչ պիտի այդքան դեպի Եվրոպա արտահանենք, որպեսզի կարողանանք հակակշռել կամ հասնել նույնիսկ մոտ նրան այն ինչ որ ունենք ռուսական շուկայում։ Սա բարդ է։ Ես ասեմ, ոչինչ այս իմաստով սև ու սպիտակ չի, որտեղ Հայաստանը այնուամենայնիվ տնտեսական իմաստով պիտի ասենք սա, հատկապես գյուղմթերքների մասով, իր տարածքն օգտագործելով բավականին մեծ քանակի իրանական միրգ է տեղափոխում Ռուսաստան, բավականին մեծ քանակի մերձավոր արևելքից ընդհանուր մինչև Հյուսիսային Աֆրիկայից է սրանով զբաղվում, եւ Հայաստանի մաքսային միության անդամությունը դրան աջակցում է։ Ուզում ասեմ, քաղաքական հայտարարություններից անդին, եթե փորձենք տնտեսական վերլուծություն ունենալ, ինչի ես չեմ տեսել իդեպ, լավ կլիներ, որպեսզի որոշակի պատկերացում ունենայինք նաեւ հետազոտական հիմքով, իսկ դա պետության գործն է հասկանալ, թե ինչ ռիսկեր կան եւ այս բանի մեր ունեցած շուկայի փոփոխությունը ինչ ուղղություններով կարող է ազդել, որpիսի նաեւ պատրաստված լինենք, եթե վաղը կտրուկ շարժումներ լինեն խոշոր խաղացողներից, ապա կարողանանք գոնե ադապտացվել այդ նոր իրողություններին։ Պարոն Խարատյան, ռուս պաշտոնյաները կարող է անկեղծ, կարող է կեղծավոր, ես չգիտեմ, երբ որ Հայաստանի ԵՄ անդամակցության հավանականության մասն է խոսում, ասում են դա ձեր ինքնիշխան իրավունքն է, ուղղակի իմացեք, որ հետևանքներին պետք է առնչվեք, հա։ Այստեղ կարելի է իհարկե սպառնալիք փնտրել, կարելի է ուղղակի հորդոր փնտրել, բարի հորդոր, այսպես։ Կյանքը ցույց կտա որներ, հա։ Բայց ազգությամբ հայ մարդիկ, Սամվել Կարապետյան, խոշոր բիզնեսմեն, փողատեր, ինչպես ասում են, եւ Մարգարիտա Սիմոնյան, Russia Today-ի տիրուհին, այսպես պրոպագանդիստական ալիք, Կրեմլից ստեցյան ղեկավարվող Սամվել Կարապետյանը քննադատում է ԵՄ գնալու որոշումը, պնդում, որ Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է եւ անհրաժեշտ, բայց ոչ ԵՏՄ-ի կորուստի գնով Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ փորձարկումների եւս մեկ տասնամյակ ԵՏՄ-ից հնարավոր դուրս գալը կանգնեցնի երկրի տնտեսության փլուզմանը, քննադատում է կառավարությանը շրջադարձի մեջ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հօգուտ արևմուտքի հետ փոխգործակցության առաջնային զարգացման հետևանքները կլինեն կործանարար, իսկ Մարգարիտա Սիմոնյանը ասում էր, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ, եթե հայ-ռուսական բարեկամությունը փլուզվի, այսինքն ռուս պաշտոնյաները խոսում են հայ ինքնիշխանությունից եւ ուղղակի բարի հորդորներ են տալիս, ազգությամբ հայ անձինք փլուզումից, ոչնչացումից են խոսում, հա, ինչպես է գնահատում։ Եթե պիտի ստիպված լինենք այս երկու անձերին քննարկել, արագ ասենք, բացարձակ պատահական անձինք չեն, բայց ուղղակի առանձնացնենք։ Նախ Սամվել Կարապետյանը խոշոր ձեռնարկատեր է ոչ միայն Ռուսաստանում, այլև նաև Հայաստանում։ Պետք է հաշվի առնենք, որ այդ մարդը նաև տնօրինում է Հայաստանի ցանցերը, էլեկտրացանցերը եւ նաև բարձրաբորդ էլեկտրացանցերը, եւ այդտեղ բավականին խոշոր ներդրումներ են եղել դեռևս Էլեկտրիկ Երևանից հետո հիշում եք, որ RAOES-ի բաժնեմասի պարտքը վերցնելով օֆշորային մի ընկերություն, որ իրեն էր պատկանում, ձեռք բերեց փաստացի էլեկտրակայանի համակարգը, որը ռազմավարական կարևորություն ունի։ Այդ մարդը նաև խոշոր ներդրումներ է ունեցել Հայաստանում եւ բնականաբար ինքը երկվություն ունի շատ իմաստներով։ Ինքը ռուսաստանյան բիզնեսմեն է, ցակումով Հայաստանից, բայց Ռուսաստանում կայացած։ Մենք շատ լավ ենք հասկանում, չէ՞, որ Պուտինյան Ռուսաստանում այդ մասշտաբի խոշոր ձեռնարկատերերը բնականաբար հատուկ ուշադրության ներքո են եւ չեն կարող պետական համակարգի հետ չհամագործակցել, բայց դրանից զատ ես կարծում եմ, որ ինքը իսկապես շահերի խնդիր ունի անձնական բիզնես մակարդակի։ Սա կարող ենք քննարկել առանձին, ինքը ասում է, այն ինչ մտածում է, լավ է անում, իր գործն է, սա էլ այն Հայաստանի քաղաքական այն մեծամասնությունն է, որը եւ երևա թե ինչ կլինի նաեւ
եթե համարական փոփոխություն է մտցվելու եւ դեպի Եվրամիություն գնալու Հայաստանի այս տրամաբանությունը։ Մարգարիտա Սիմոնյանի մասին դե ինչ խոսեմ, այսինքն որ առաջինը չի ու վերջինը չի, ասելու է, ասում է, բարբերաբար հիշում է, նաև պիտի թերևս անընդհատ ապացուցի, որ ինքը ավելի ռուս է, քան ռուսները, իր հայկական ազգանունը արդարացնելու համար, դա էլ իր կոմպլեքսն է, տենց չեմ ուզում անձնավորեմ, անկեղծ ասած, որտեվ գիտեք, վաղուց արդեն մի կողմ եմ ուզում դնենք այդ հայկական ազգանունով մեկը, Ռուսաստանի քաղաքացի, Ռուսաստանի շահերն է ներկայացնում, դա չի թաքցնում։ Բայց ամեն դեպքում տեսեք, նրանք խոսում են Հայաստանի շահերի տեսանկյունից, այսինքն մեզ Հայաստանի Հանրապետությունում ապրող այս երկրի նկատմամբ առկա նաև անվտանգային ռիսկերի անմիջապես ազդեցության կրողներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են ինչպիսին է Հայաստանի շահերը, նստած Մոսկվայում։ Եվ ինչ դա ձեզ անհանգստացնում է։ Ինձ անհանգստացում է նաև հետևյալը, ինչքանով դա կարող է քաղաքականության մեջ դրսևորվել, օրինակ պարոն Կարապետյան, ձեզ կարող է քաղաքական հայտ ներկայացնել, որովհետև նման մոդելներ խոշոր փողատերերի մուտք քաղաքականության մեջ, որոնք նաև այսպես կրեմլամետ հայացքներ ունեն, գործարկվել են, չէ՞, Վրաստանում հաջողությամբ գործարկվել են, Մոլդովայում էլ կան նման, դե Ուկրաինայի պատմությունը ամենաողբերգական ավարտը ունեցավ Մեդվեդչուկի պատմությունը, այսինքն սրա հետևում կարելի է ակնկալել նման քաղաքական ակտիվացում։ Համարյա կասկած չունեմ, որ այդ մասշտաբի խոշոր ձեռնարկատերերը, որոնք ուղիղ կապեր ունեն, բնականաբար նաև քաղաքականությանը հետևում են եւ իրենց հետաքրքրություններ ունեն։ Արդյոք ինքը անձամբ ուղիղ կմտնի հայաստանյան քաղաքականություն, ես կասկածում եմ, չեմ կարծում, ուղղակի իմանալ, կողքից իմանալով իր խառնվածքը, չգիտեմ, տեսակը, այսինքն այդ նույն տրամաբանությամբ Ռուբեն Վարդանյանը ինչ որ մի պահի հայտ ներկայացրեց, չէ՞, եւ ինքը ուզում էր քաղաքականությամբ զբաղվել։ Իր պարագայում չգիտեմ, չեմ ուզում կանխատեսում անել, բայց վստահ եմ, որ ինքը քաղաքականությանը ուշի հետևում է եւ ազդեցություն ունի նաեւ այսօր, այսպես թե այնպես, ոչ կրկնեմ, խոշորագույն կապիտալ ունեցող մարդ է մեր երկրում, բնականաբար չի կարող նաև քաղաքականությունից զերծ մնալ։ Եթե չզբաղվի քաղաքականությամբ, քաղաքականությունն իրենով կզբաղվի։ Ինչ վերաբերում է առանձին ռոպագանդիստներին, կրկնեմ, նրանք մարդիկ են, նախ այդ ձեր ասած մարդը Հայաստանում արդեն անցանկալի անձ է։ Այդքանով Հայաստանի Հանրապետությունն իր վերևելունքը նրա հանդեպ հայտնել է։ Հիմա թե ինչ է ուզում խոսել իր լսարանն ովքեր են, արդյոք ինքը փորձում է, այսպես ասած, հայի շնորհակալ կերպար կառուցել իր ռուսաստանյան մենտորների մոտ, դա իր իրավունքն է, իր գործն է, իր խիղճը իր հետ։ Բայց մենք ո՞նց հասկանանք որպես Հայաստանյան Հանրություն, այս մարդիկ, ասենք, օրինակ պարոն Կարապետյան, իր բիզնես շահերի, փողերի անվտանգության համար է, այսպես Չէ, բայց մարդիկ կարող են նաև անկեղծ հավատալ, որ դա է հեռանկարը Հայաստանի։ Եվ այդպեսի մարդկանց պակաս չկա, ես ձեզ ասեմ, անկախ ամեն ինչից։ Բացի ամեն ինչից իրենք նաև գործընթացներին նայում են մետրոպոլիայի դիրքից, հա, այսինքն նախկին կենտրոնի, եթե կարելի է ասել։ Հարցը մտնում է մի այլ հարթություն, շատ պարզեցված հարթություն։ Այդ հազարավոր անգամներ ասված ռուսական գուբերնիա թե թուրքական վիլայեթ։ Հիմա այս խոսակցության այդ տրամաբանության մեջ իրենց համար բնականաբար շատ ավելի ընդունելի է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այլ հարց է, որ արդյոք իրենք ադապտացվում են նորացվող հայ-ռուսական հարաբերություններին, որտեղ դրանք իսկապես տարբեր են նրանից, ինչ որ եղել են նախկինում։ Կարելիության սահմանի հետ կապված խնդիրներ կա, ասելիքի կարելիության սահմանի։ Այ դուք մի քիչ առաջ խոսեցիք այն մասին, որ նույնիսկ Բալթյան երկրները հրապարակային մակարդակում կարող են ունենալ բանավեճ եւ բավականին կոշտ, բայց միևնույն ժամանակ բիզնեսն իրեն անում է։ Մի պարագայում անում է, մի պարագայում չի անում։ Լիտվայի պարագայում չի անում, Լատվիայի պարագայում անում է, օրինակ։ Այստեղ շատ տարբեր ուրիշ երկրներ էլ, որոնք իրար հետ լուրջ խնդիրներ ունեն, շարունակում են իրար շահերը պահպանելով, պաշտպանելով կամ ապահովելով տնտեսական առումով համագործակցությունը շարունակել։ Հարցը ուրիշ տեղ է։ Ինչպիսին է լինելու հայ-ռուսական խոսակցությունը, լինելու է այն որակի եւ այն կերպ ինչ որ նախկինում էր, այդպես այլևս հնարավոր չի, որովհետեւ սպառնալով միայն հասկացանք, սպառնում եք մինչեւ ինչ որ կետ, հետո ինչ եք անելու։ Դուք այս երկու անձի հայտարարություն սպառնալիք որակում եք։ Չէ, ես կրկնեմ, դրանք պետք է տարանջատել։ Ես նաեւ կրկնեմ, ասում եմ, սա միայն կապիտալի շահի խնդիր չի։ Համարյա վստահ եմ, որ մարդիկ կան, որոնք հավատացած են, որ Հայաստանի հեռանկարը անկախ ամեն ինչից բացառապես Ռուսաստանի հետ է։ Առանց Ռուսաստան Հայաստան գոյություն։ Այո, այսպեսի մտածողության պակաս չունենք մենք։
Ուղղակի այդ պայմաններում իսկապես անհասկանալի է, բա որ այդպես էլ ինչ ենք այսքան կորցնում մինչև հիմա։ Եկեք դրա մասին խոսենք, տեսեք, ըստ էության պարոն Գալուզինի խոսքում դա է բանանում, հա, որսում, երբ որ ասում է Երևանը տեսնում է Եվրամիության թշնամական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ եւ պետք է համապատասխան ձևով գնահատի։ Եկեք ադրբեջանցիների մեզ սովորացրած բանաձևը կիրառել ենք հայլայության, հա, հայլային, այսպես ասենք, պահանջներ ներկայացնելու, եթե այդքան մենք իրավունք ունենք Ռուսաստանից ինչ-որ բան պահանջելու, իսկ օրինակ մենք կարող ենք հարց տալ, օքեյ, Եվրամիությունը ձեր դեմ թշնամական է, պատժամիջոցներ կիրառում, իսկ դուք Հայաստանին հարցրել եք Ուկրաինայի դեմ պատերազմը սկսել, որ մենք պետք է նաև հետևանքներին առնչվենք եւ այսպես ասենք ձեր թիկունքին կանգնենք ընդդեմ Եվրամիության։ Ինչու՞ Ուկրաինա ասում, բա Ադրբեջանը։ Այո, կամ 67% Ադրբեջանի զինապահեստի 2011-20 թվականին տվել է Ռուսաստանը 5 միլիարդի զենք են առել, այդ զենքը կիրառվել է մեր դեմ։ Ոնց է էլի։ Այսինքն, չէ, դե հիմա գիտեք, որ նույն հայտարարությունը մեկի համար թույլատրելի է, մյուսի համար ոչ, բայց բավական նույնիսկ ես հիշեցնեմ, իհարկե շատ ավելի այսպես կծկտուր կերպով Սերժ Սարգսյանն էր այդ հայտարարությունն անում, չէ՞։ Հիշում եք 16 թվականներ կարծեմ Պուտինի այցել։ Մեդվեդևն էր թեպետի վրա ասեց մեծ համար անհասկանալի կլինի, որ ռուսական զենքից կրակեն հայերի վրա։ Հա, այսպես դիվանագիտական ուրեմն այսպես կամ այսպես մեղմ տրամաբանությամբ էր ասվում սա, բայց այսպես կյանքի նշաններ էինք ցույց տալիս, հա, կարելի ասել։ Հիմա այս ամենը եղել է, տեղի է ունեցել մեր աչքի առաջ, կարծես թե Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում մեղրամիսը չի դադարում, ամենատարբեր խոչընդոտներով հանդերձ այդ խորացող հարաբերությունները կան, Թուրքիայի հետ էլ պակաս նորմալ հարաբերություններ չկան, հիմա ինչ մենք պետք է ասենք, դուք իրենց հետ համագործակցում եք եւ դա մենք մեր դեմ ենք ընկալում, չի կարելի Եվրամիություն-Ռուսաստան հարթությունը թույլ տալ, որպեսզի տեղայնացվի Հայաստանի Եվրամիության հետ համագործակցության հետ։ Այդ նույն Եվրամիությունը Ռուսաստանը ունի գործընկերներ, որոնք որ իր հետ շատ լավ հարաբերություններ ունեն։ Հունգարիան, Սերբիան, ինչի մասին է խոսքը։ Ինչ խնդրեմ ունեք։ Սլովակիան։ Չէ, ինչի մասին է խոսքը, այսինքն ինչ եք ասում։ Չէ, դա իրենց ասած այն է, որ մենք կարող ենք այդ հարաբերությունները ունենալ ձեր հակառակորդներից, ասենք Ադրբեջան, Թուրքիա եւ այլն, բայց դուք պետք է հավատարիմ լինեք մեզ, մեր շահերը հաշվի առնեք, մեր այսպես ասենք ազդեցության ոլորտից դուրս չգաք, այսինքն մեր ոտքը հանկարծ չտրորվի ձեր գործողություններում։ Ըստ էության դա չի, պարոն Խարեզյան։ Դե մեծ հաշվով կարելի է նաև այդպես որակել, բայց կարծում եմ, որ առավել զգուշավոր են այլևս սպառնալիքների, չնայած պաշտոնական մակարդակով նման հայտարարությունները իհարկե խոսում են ոչ շատ դրական բաների մասին, բայց կրկնեմ, մի կողմ դնենք, թե իրենք ում հետ են համագործակցում, լավ են անում, խոշոր պետություններն իրենց գործներում հետ ուզում են համագործակցել, բայց այս հարցին կրկին անդրադառնում ենք, հա։ Չեք ապահովում մեզ նրանով ինչ որ խոսք եք տվել նախ, կամ լավ, նույնիսկ խոսք տալու մասին ինչ ասեմ։ Ալտերնատիվ չեք առաջարկում, բայց զուգահեռաբար պնդում եք, որ մենք այլ լուծումներ չպիտի գտնենք, դա այդպես չի լինի։ Հա, եթե դուք պիտի փաստացի մեր անմիջական հարևանության մեծ հետ խնդիրներ ունեցող երկրների հետ խորացող հարաբերություններ ունեք եւ իրենց դիրքերից մեծ հետ խոսեք կամ դուք չերևացող ձեռքով շարունակեք ազդել գործընթացների վրա եւ հետո մեզից էլ պահանջել, որ այդպես հավատարմություն ունենանք, դե չի ստացվելու այդպես, կարծում եմ, որ Հայաստանի հանրային մտքում դա բավականին խորը նստած է այլևս։ Չգիտեմ թե որքանով կկարողանանք, իդեպ ասեմ, հա, այս ամենը խոսում ենք, բայց ես չեմ ասում, թե վաղը եւ այդ մենք կարողանալու ենք հաջողություն արձանագրել անգամ Եվրամիության հետ կապված հարցում։ Այստեղ բարդ է գործընթացը, բայց մենք ընտրել ենք այս ճանապարհը եւ այս ուղղությամբ պետք է շարունակել խորացնել հարաբերությունները, որտեղ կրկնեմ, հարցը այն չի, որ մենք, չգիտեմ, 2030 թվականին կլինենք տեխնացու երկիր կամ ԵՄ անդամ պետություն, բայց մինչ այդ երկար ճանապարհ կա, որը կամաց անելու խնդիր է։ Հա, նույնիսկ վիզայի ազատականացման մասով ասում են ցավոք դեռ 4 տարի մեր հայաստանյան պաշտոնյաները, որոնք մեր կողմի պատասխանատուներն են գործի, ես մեծ հույս ունեմ, որ ավելի կարճ ժամկետում կլինի։ Ինչ վերաբերում է խորացող այլ ուղղություններին, այդտեղ նախնական գործի անելիքը շատ է, այդ ապրանքների որակի հետ կապված ծրագրերը պիտի շարունակվեն, այսինքն որակի չափորոշիչների հետ կապված ներդրումներն իդեպ այստեղ նաև ԱՄՆ-ի զարգացման միջազգային գործակալության մի մեծ կտոր կար, որը ցավոք էլ չի լինելի, պետք է այդ միջոցները գտնել, բայց անկախ ամեն ինչից դա մեր ծննդի անվտանգության խնդիրն է առաջին հերթին, դա մեր շահերից է բխում, մի բան, որ օրինակ Ռուսաստանը մեզից չի պահանջում։ Հիմա օրինակ, չէ, այսինքն
Ռուսաստանը նաև օբյեկտիվորեն ոչ ժողովրդավարության հարց է դնում, չէ՞, այսպեսի հարցեր չի դնում, բայց մենք ուզում ենք, չէ՞, դա ունենալ։ Մենք որպես հանրություն ուզում ենք, թե չենք ուզում, ստեղ է խնդիրը։ Այն ինչ որ մենք ուզում ենք, շատ ավելի խրախուսվում է արևմուտքի կողմից, մեզ բնական դաշնակից են դառնում իրենք, իհարկե սա խնդիր է առաջացնում եւ չգիտեմ սպառնալիքներից անդին ինչ կարող է դառնալ, անկանխատեսելի է բնականաբար, բայց կարծում եմ, որ այստեղ լարախաղացի գործ կա, որ հնարավոր է անել։ Առողջացման հիմքեր դուք տեսնում եք, այսինքն սպասելիքներ ռուսական հավեջան, այդ սպառնալիքներ, որ լսում ենք բարբերաբար տարբեր տողատակերով, որ Հայաստանը կկործանվի, եթե մեզ հետ չլինեք եւ այլն, դա լսում ենք, արդեն սովորել է մեր ականջը, մեր հանրությունը արդեն այսպես շատ ագրեսիվ չի հակադարձում դրան, որովհետեւ մի տեսակ դիմականություն է ձևավորվել մարդկանց մոտ արտաքին այդ հայտարարությունների նկատմամբ, այ առողջացումը ոնց պետք է տեղի ունենա ձեր կարծիքով, որովհետև կան համագործակցության տարբեր ֆորմատներ, որտեղ ճգնաժամեր են իրական, ասենք ՀԱՊԿ, հա, կամ պաշտոնական մակարդակում մեկ տեսնում ես տնտեսական պաշտոնյաները իրար հետ հանդիպում են հայ եւ ռուս, բայց ասենք անվտանգային ոլորտի պաշտոնյաները չեն հանդիպում, արտգործնախարարները ուղերձներ են հղում, բայց Անտալիայում չեն հանդիպում, այսինքն շատ հաճախ գործողությունների համաժամանակեցում էլ տեղի չի ունենում արտաքին այս կամ այն հարցի վերաբերյալ, կան տեղեր, որ այսպես ընկալելի հարաբերություններ, կան տեղեր, որ սառնություն է տիրում եւ չես հասկանում այս դինամիկան ուր է տանում ընդհանրապես։ Տեսեք, ամեն դեպքում հարաբերությունների կոմունիկացիան հատվածը պետք է հնարավորինս ապահովել։ Հա, նույնիսկ ամենաբարդ խոսակցությունների պարագայում, որտեղ մենք գիտենք, որ մեզ համար գուցե ոչ շատ հաճելի է լինելու, բայց այդ պետք է անել։ Ռուսաստանը ոչ միտեղ չի գնում, ինչպես հասկանում ենք, հա, այսինքն պետք է խոսել։ Ընդհանրապես դիվանագիտության մեջ խոսել պետք է միշտ, նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում։ ՀԱՊԿ-ի մասով հասկանալի է մեր վարքագիծը, դա բերել է նաև բնականաբար դեգրադացիայի ռազմական համագործակցության ոլորտում քննարկումների տեսանկյունից եւ դա անխուսափելի էր, որովհետեւ նաև բնականաբար շրջադարձ են կանում դեպի այլ համակարգ ստեղծելու, ինչը այսպես թե այնպես Հայաստանի կարիքը դրա ուներ, որովհետեւ ռուսական դոմինանտ ներկայությունը մեր ռազմական ուրեմն կառույցի պարագայում նվազել է կամ այս պահին այլևս գոնե հիմա չկա։ Հիմա շատ բան նաև կախված է անձերից, ասեմ ձեզ, մարդիկ միևնույն է ունեն որոշակի շփման դինամիկա։ Հա, եւ ռուսական կողմը դա շատ կարեւոր է, որովհետեւ իրենց մոտ շատ չեն փոխվում անձերը, ասենք Լավրովն արդեն 25-րդ տարին երևի ամենաերկարակյաց արտգործնախարարն է։ Հա, ինքը տեսել է բոլորին ամենանընդհատ եւ անվերջ, հա, եւ ուրեմն շատ տարբեր խոսակցություններ է ունեցել առանձնապես եւ ինքն էլ Ռուսաստանի հիմնական խոսողներից է, տեսնում եք, չէ՞, այսինքն հիմնական ասելիքն իր մոտ է։ Ես Անտալիայի ֆորումում նաեւ իր ելույթն էի նայում, այսպես կարծես միացնես ինքը կոնկրետ գիտի որևէ հարցում ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրեմն այդպիսի մարդու հետ պետք է միևնույն է շփվել, որովհետեւ դա շարունակական բանի կրող է։ Հիմա մի կողմ դնենք, թե ինչ ենք մենք իրեն համարում, հա, այսինքն արևմուտքը որ փուլում ինչ է համարել եւ իրեն եւ սանկցիաները եւ Պուտինի հետ դատի եւ այլնի խնդիրը, հա, այսինքն վճռի միևնույն է մենք ունենք հսկայական քանակի հարցեր, որոնք առկա են, դրանք ոչ միտեղ չեն գնալ եւ պետք է խոսել։ Եվ այնպես չի կրկնեմ, որ Հայաստանը կամ մեր չափի երկրները իրենց կարող են թույլ տալ ընդհանրապես ասել, որ դիրեք ինչ դուք ժողովրդավարական չեք, մենք ձեզ հետ չենք քննարկում։ Սա մոտեցում չի, սա հարցերը լուծելու ճանապարհ չի, այդպես լինի մեր անմիջական հարևանությամբ շատ քիչ մարդկանց հետ պիտի խոսենք, հա, տենց չի լինում։ Եվ դա տեսեք նախորդ օրը հետաքրքիր բան տեսա, մենք նաև կարողանում ենք ուրիշ բան անել, հա։ Մի կողմից դեռ ոստի իհարկե մասշտաբները խնդիր է, բայց հայ-իրանական զորավարժությունը նախանշվում, Հայաստանը շարունակում է մի երկիր լինել, որը համ ամերիկացիների հետ է զորավարժություն անում, համ Իրանի հետ։ Հիմա սրանց, հա, այսինքն հիմա կարող եմ մի հատ ռուսների հետ պիտի անենք, ես վատ եմ պատկերացնում դա։ Դարպես համապարփական անվտանգության հետ կապված խնդիրը, կարծում եմ անվտանգության նոր ռազմավարությունում կարտացոլվի, թե ինչպես ենք մենք դա պատկերացնում, որոնք են հիմնական պարտներները, որոնց հետ առաջիկա տարիներին մենք նախանշում ենք ծանոթ։ Հայաստանը ոչ բլոկային ուղղությամբ է գնալ, բայց դա ՀԱՊԿ-ից դուրս գալ է նշանակելու իրականում։ Հայաստանը այս ամենն անում է կիսատ, ինչպես տեսնում եք, ինչպես մեզ մոտ շատ ռեֆորմներ, այսպես կոչված եւ շատ այլ քայլեր ցավոք կիսատ են մնում, այստեղ էլ առանձնապես արագություն չկա, բայց ես մի բան էլ ասեմ, այնպես ինչպես Ռուսաստանը դուք օրինակ եք բերում, որ երբ խոսում են, ասում են
դա ձեր գործն է, դա ձեր սուվերեն իրավունքն է, այնպես չի թե եվրոպացիներն ու ամերիկացիները մեզ այդպես շահագրգռված ասում են, «Էս ինչն արեք»։ Ասում են, օրինակ, հարց ենք տալիս եւ շատ հաճախ ասում ենք, հապկից դուրս գանք, ասում են, դա ձեր գործն է։ Մենք ձեզ գարանտիաներ կամ երաշխիքներ չենք տալու, որ մենք փոխարինելու ենք դրան։ Նույն տրամաբանությամբ, երբ որ խոսում ենք, դուք եք ներկա եղել, մենք համատեղ ենք եղել եվրոպացիների հետ հանդիպումների, երբ հարց ենք տալիս, ասում ենք, «Էս որ ուզում ենք, տենց գալիս ենք Եվրամիություն, դա լավ է»։ Մոտ մի 10 րոպեանոց դիվանագիտական պատասխան ենք լսում, թե ինչպես են ընթացակարգերը, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի դիմել եւ այլ։ Այսինքն այստեղ չպետք է ակնկալենք, թե արտաքին խաղացողները մեզ շատ ուղիղ ասելու են սա, թե նա տողատակերը շատ են, մենք ինքներս պիտի փորձենք հաշվել մեր ռիսկերը եւ ռեսուրսները առաջին հերթին տեսնելու, թե այս փուլում ուր կարող ենք հասնել։ Քաղաքական հայտարարությունների մակարդակով եւ ընդդիմություն եւ իշխանություն իրենց անելիքն անում են, իրենց գործն է։ Բայց մեծ հաշվով, եթե որպես պետություն ուզում ենք առաջ շարժվել, այդ հետազոտական նյութի վրա ռիսկերի հաշվելով առաջ գնալ, թերևս առանցքային է։ Ես կտրվեմ գայթակղության եւ կհարցնեմ Հայաստան Միացյալ Նահանգների հարաբերությունների հնարավոր հեռանկարը, շատերն են հարց տալիս, արդյոք ռազմավարական հարաբերությունների խարտյան նաև Թրամփի վարչակազմի համար է հիմք, այո, կարծես, որովհետև Ռուբիոն ասում էր, Փաշինյանի հետ ըստ էության զրուցել են որպես ռազմավարական գործընկերներ համընդհանուր շահերի շուրջ, այ պարոն Խարատյան, մենք կոնկրետություններ ենք ուզում որպես Հայաստան Հանրություն, շատ լավ է ժողովրդավարության աջակցությունը, շատ լավ է հայ-ամերիկյան զորավարժությունը, ենթադրեմ, որը ինչպես հիշատակեցիք հետևելու է հայ-իրանական զորավարժության, դրանք տարբեր իմաստներ ունեն, մեկը խաղապահ, մեկը հարավային սահմանների անվտանգության եւ այս ամեն ինչը տեղի է ունենում Միացյալ Նահանգներ Իրան աննախադեպ լարվածության ֆոնին, երբ բացառված չեն ռազմական հարվածները Իրանին, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից, այ կխնդրեմ Հայաստանի անհրաժեշտ դիրքավորումը նախ ամերիկյան ուղղությամբ, այս վարչակազմի ուղղությամբ դուք տեսնում եք այսպես հեռանկարի համար անհրաժեշտ նախադրյալներ եւ ռեգիոնալ անվտանգության համատեքստում ինչպես է հնարավոր այսքան տարբեր շահերը Ֆրանսիա, Իրան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, պատկերացնում եք ինչքան շահեր կան լցված այս մեր ռեգիոնում, այսքանից գլուխ անել եւ մեկը մյուսին չհակադրել, չդառնալ առևտրի զոհ եւ կարողանալ սեփական շահերը պաշտպանել շատ բարձր շրջան է։ Հայաստանի հարավային սահմանների Հայաստանի ինքնիշխան վերահսկողության հարցում Իրանը եւ ԱՄՆ-ն համակարծիք են։ Սա շատ կարեւոր է արձանագրել։ Պես Սյունիքի անվտանգության թե պայմանական։ Այսինքն որևէ Զանգեզուրի միջանց կոչվածը ամերիկացիները չեն ուզում եւ դեմ են դրան, ընդ որում նախորդ վարչակազմն էլ այդպես ներկայինս էլ կարծես թե վերահաստատում է։ Երկրորդ, այո, շատ ճիշտ եք, ռազմավարական խարտիան վերահաստատվել է ԱՄՆ-ի այս վարչակազմի կողմից, ինչը նշանակում է, որ օրակարգի հիմնական, առանցքային շրջանակային կետերը դրա շուրջ են լինելու։ Ինչ ունենք մենք այդտեղ անելու եւ արդյոք այս պահին դա հեշտ է լինելու անել, հեշտ չի լինելու, բայց այդտեղ առաջընթաց արձանագրելու հնարավորություն կա, ակտիվ աշխատել է պետք եւ պետք է կրկնեմ մեծ մասին շատ ենք ասել, դռնից հանեն, պատուհանից պիտի մտնենք, որպեսզի կարողանանք էներգետիկայի ոլորտի 1-2-3-ը օրակարգում պահել, կիբերանվտանգության ոլորտի համագործակցությունը, ընդհանուր համապարփակ անվտանգության հետ կապված մեր խոսակցությունն իրենց հետ, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը եւ այլն, սրանք են օրակարգային հարցեր, հիմա չգնանք կոնկրետ հարցերի պայմանագրային մակարդակում, որովհետեւ դեռևս չգիտենք արդյոք տարբեր գերատեսչությունների հետ հասցնում ենք խոսել։ Բայց այստեղ անընդհատ պիտի աշխատել եւ հույս ունեմ, որ որովհետև նաև հարցեր կան, որոնք ուղիղ քաղաքական առումով Թրամփի վարչակազմը որևէ կերպ դեմ չի, կրկնեմ, մասին էլի եմ ասել, օրինակ փոքր ատոմակայանների հետ կապված Հնդկաստանի հետ կարծես թե առաջընթաց կա եւ սա մի հարց է, որտեղ Բայդենն ու Թրամփը հակասություն չեն ունեցել են քիչ հարցերից դերևս։ Այս մասով ինչպիսի խնդիր ունենք, օրինակ հարց է հնչում, արդյոք ամերիկացիները կցանկանան, այսպես ասած, ստանձնել հովանոցի գործառույթը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, սա լուրջ հարց է, որովհետև կարծես թե ուկրաինական ուղղությամբ, գազայի ուղղությամբ շատ առաջընթաց չկա, կարծես թե կոնֆլիկտները մեկ օրում լուծող վարչակազմը տեսնում է, որ խնդիրներ ունի եւ
կարիք ունի թերևս որոշ հաջողության պատմությունների, բայց նաև չի շտապում շատ արագ վերցնել իր վրա այնպիսի գործառույթ, որը որ հետո կարող է չստացվել եւ իր ձեռքից գնա։ Արդյոք հնարավոր է Թրամփին համոզել, որ հայ-ադրբեջանական կարգավորումը իր համար Նոբելյան մրցանակա դառնալու, հա, շատ տեսպես ընդհանրացված ասած, դժվար է, որովհետեւ բայց այստեղ ավելի հեշտ է աշխատանքի տեղը, որովհետեւ 17 կետ համաձայնեցված է եւ ընդհանրապես մնում է Ադրբեջանի ապակառուցողականությունը զսպել ըստ էության եւ ստորագրել։ Իսկ դա կարող է ազդեցություն ունենալ ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Կուզեն իրենք ռուս-ամերիկյան հարաբերություններում խոչընդոտ դառնալ այս տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով, որ իրենք կարգավորման են գնում։ Ներքին իմաստով, հատկապես հաշվի առնելով առաջիկայում սպասվող որոշ ընտրություններ, որոշները արտահերթ, որոշները կոնգրեսի կորցնելու շեմին է կանգնած, արդյոք լոբիստական հայկական խմբերը, որոնք անթակույց դեմ են հանդես գալիս այս պայմանագրին, ավելի չեն կարևորվելու Թրամփի համար ներքին ձայների տեսանկյունից, քան օրինակ ռեգիոնում այսպիսի հաջողություն ունենալը։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները այս պահին պարզ չեն։ Եվ նաև մի բան էլ, այս պահին փաստացի պայմանագրի ստորագրումը ուշացնող Ադրբեջանն է։ Ադրբեջանը ուզում է այս պայմանագրի ստորագրումը վաճառել եւ թանկ գնով վաճառել։ Թե որտեղ է նա այդ վաճառքով զբաղվում, պետք է հասկանալ։ Պետք է հասկանալ ԱՄՆ-ն կգնի եւ արդյոք ինչու պիտի Ադրբեջանը վաճառողը լինի այդ պայմանագրի, հա, այսինքն մենք այդտեղ մի բան ունենք անելու թե չունենք։ Մենք ի վերջո կարողանում ենք խոսել ժամկետների մասին։ Իրականում կարող ենք դուրս բերել սա եւս մեկին վաճառելու տրամաբանությունից եւ բերել հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ պայմանագիր կնքելու տրամաբանության։ Այս բոլորը լուրջ հարցեր են։ Չգիտեմ ինչ են խոսել Միրզոյան Բայրամով հանդիպման ժամանակ, հետաքրքիր կլինի, վստահ եմ առաջիկայում կիմանանք, հայ-թուրքական ուղղությամբ շատ մեծ ոգևորություն կարծես թե չկա, ուղիղ կապվել է այլևս Ադրբեջանի հետ, բայց կարծում եմ, որ ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում մոտ ապագայում պետք է դիտարկել երկկողմը խորացնելու վրա, այնպես ինչպես արել ենք նախկինում, եւ կան որոշ ուղղություններ, ես մի անգամ էլ ասեմ, այս ուղղությունն ընդհանրապես չի օգտագործում Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հետ կապված հայերի դերակատարությունը Հայաստանը արդյոք կարող է կամ հայկական կողմերը կարող են նաեւ այդտեղ ամերիկացիների հետ որոշակի երկխոսություն ունենալ, հաշվի առնելով այն ինչ տեղի ունենում Սիրիայում, իհարկե շատ դժվար է պատկերացնել, թե Էրդողանից բացի որևէ մեկ այնտեղ Թրամփի համար հարց լուծող կարող է դառնալ թե ոչ, բայց նաև քրիստոնյա ժողովուրդների հետ կապված հայկական ավանդությունը եւ պետություն ունեցող երկիր, որը որ նաև կարող է ստանձնել որոշակի դերակատարություն այդ խմբերի անունից խոսելու, հա, քաղդեացիներ, ասորիներ, տարբեր սիրիակ քրիստոնյաներ, բոլոր ժողովուրդների մասին կարծես թե մոռացել ենք, իսկ դրանք օրակարգում են, դրանք էկումենիկ մակարդակում են քննարկվում, նաև քաղաքական տրամաբանությամբ հայերն այդտեղ ասելիք ունեն, Հայաստանի առաքելական եկեղեցին ասելիք ունի, ոչ միայն հայ-կաթողիկե եկեղեցին բավական խորը ներգրավվածություն ունի, սրանք բոլորը ռեսուրսներ են, բայց հիմա որ դա ենք խոսել, հասնելու ենք նրան, որ ախր Սփյուռքի հետ չենք կարողանում խոսել, այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունները, բայց ոչ բոլոր հարցերում, չէ՞։ Հո բոլոր հարցերում տարբեր չեն։ Անհնար է բնականաբար հարմոնիզացնել կամ հա համահարթեցնել ամեն բան, բայց կան կետեր, որտեղ մենք շահային համընկումներ ունենք, չէ՞։ Այդտեղ գոնե պիտի խոսենք, թե ոչ։ Այս անընդհատ մերժողական տրամաբանությամբ ուր ենք գնալու։ Հա, այսինքն վերջ չենք ուզում, նեղացած ենք խաղում, ումից ենք նեղանում, ինչի համար։ Շահերի համընկում չկա, եկեք չխոսենք, թող իրենք անենան ինչ անում են, մենք էլ ասենք որ կներեք, այդտեղ մենք ձեր գործ չենք ունենալու։ Բայց օրակարգային հարցեր կան, որ երբ որ չես խոսում, տեսնում ես, որ արդյունքում դու ես դժում։ Ոստի այս տեսանկյունից ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ոչ միայն անկախ ամեն ինչից, որքան էլ մենք փորձենք ասել, որ մենք սուվերեն պետություն ենք եւ վերջեւ միայն մեր շահային դիրքերից ենք խոսում, մենք կորցնում ենք շատ բան, երբ որ չենք փորձում անգամ շատ կոնկրետ լուրջ հարցերի շուրջ խոսել Սփյուռքի կայացած ինստիտուտների հետ եւ այստեղ էլ անելիքը շատ մեծ է, հույսս մեծ չէ, թե այս քաղաքական մեծամասնությունը այս ընկալումն ունենալու է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խարատյան։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Արսեն Խարատյանին։